Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցել եմ Հայաստան խմբակցության պատգամավոր և Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, ձեզ համար ի վերջո պարզ դարձավ, թե ինչու է գլխավոր դատախազությունը դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ձեր ցուցակով Ասատուր Քոչյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու թույլտվություն ստանա, այսինքն զրկի նրանց անձեռմխելիությունից, փաստաբանը Արամ Օրբելյանը որոշակի մանրամասներ հայտնեց, բայց չգիտեմ հանրության համար որքանով էր պարզ, թե դա ինչ գործ է, խնդրեմ։ Չէ, ինչ որ իրավական բաներ մի փնտրեք, հատկապես որ շատ փորձառու իրավական լրագրող եք եղել երկար ժամանակ։ Չկա իրավաբանություն այստեղ, կա բան, Նիկոլ Փաշինյան ու կամակատար իրավական համակարգ։ Շեֆը հանձնարարել է մի օրվա մեջ ինչ որ գործ են թխել, բայց նաև այն թեման որ կա, ինքը ցույց է տալիս, որ տասնյակ տարիներ մոտ 2 տասնամյակ Ռոբերտ Քոչարյանի դեմ տոտալ կեղծ է Վարշավա եղել, որ երբ որ երեք շեֆը որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը ասպատ մի արած է, բայց ենթադրում եմ այդ ամբողջը թխվում է հետո կալանք տալու համար, որևէ բան չեն կարողացել գտնել ու գտել են մի հատ ապուշագույն թեմա։ 2004 թվականին։ 2004 թվականին, երբ որ Հայաստանի նախագահ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այդ ժամանակվա սահմանադրությամբ կառավարության բոլոր որոշումները վավերացվում էին, կառավարության նիստի որոշումները վավերացվում էին Հայաստանի նախագահի կողմից։ Իբր 2004-ին կառավարությունը որոշում է կայացրել, ինչ որ թենիսի կորտեր կարծեմ մի հատ ընկերության հատկացնելու Մաստեր կլաս կարծեմ ասաց Օրբելյանը։ Ընդ որում այն հողը, որի վրա այդ ընկերությունը կա, մինչև հիմա էլ պետական հող է։ Հետո տարիներ հետո, երբ որ Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանի նախագահ չի եղել, թոշակի է եղել 2009 թվականին, կարծեմ Ռոբերտ Քոչարյանի որդիներից մեկը բաժնեմաս է գրնել այդ ընկերությունը։ Հիմա նույն ձևի, որտեղ այսօր Նիկոլն ասում էր, հեսա բոլորին բռնելու են, մի անգամից ես պատկերացնում իմ վրա օրինակ ինչ գործ կարան հարուցել։ 2006-7 թվականներին Գեղամ Մանուկյանը, պայմանական մոտավորապես նույն սխեման է, Գեղամ Մանուկյանը որպես ազգային ժողովի պատգամավոր տարբեր օրենքների կողմ է քվեարկել։ Դրանց մեջ կարող է պատահած լինի, որ սեփականաշնորհման ցանկ հաստատվի, ազգային ժողովի կողմից հաստատվում, ինչ որ X ընկերություն էլ այդ ցանկում լինի, հետո տարիներ հետո պայմանական ворթից այդ ընկերություններից մեկում բաժնեմաս գնի, ինձ մեղադրել, որ Գեղամ Մանուկյանը մոտ 5-6 տարի առաջ մի հատ օրենքի որ կողմա քվեարկել, որից հետո մի քանի տարի հետո Գեղամ Մանուկյանի որդին բաժնեմասա գնել, ուրեմն Գեղամ Մանուկյանը կատարել է քրեական հանցանք։ Ավելի ապուշ բան, այստեղ իհարկե բախվում է երկու հարց։ Մեկ Նիկոլ Փաշինյանի դիկտատորությունը, այսինքն այլևս, այսպես ասեմ, նույնիսկ խողածածկույթ չկա երկրում օրինականություն ցույց տալու համար։ Վաղուց արդեն չկար, այսինքն մեր աչքի առաջ էր ազգային ժողովում SMS-ով ինքը քրեական գործեր էր հարուցում, մարդկանց ձերբակալելու որոշումներ էր կայացնում, դատավճիռներ էր կայացնում, բայց հիմա ընդհանրապես չի էլ թաքցնում, ասում է պետք է բռնեմ, հաջորդ օրը գլխավոր դատախազ արդեն հանդես է գալիս միջնորդությամբ։ Ու կբռնի, պատրաստ ենք բռնվելու։ Դե այդ պատրաստ եք բռնվելու, հաստատ իրանման հետո գաղութներում լաչարի պես չենք պահելու, փաստաբանի ձեռքը բռնած ամբողջ գիշեր վախեցած չենք մնալու, հետո հաջորդ օրը ուրիշ գաղութ տեղափոխելուց հետո էլ չենք խնդրելու, որ առանձին նստենք։ Դե դուք նստելու փորձ ունեք, պարոն Մանուկյան։ Շատերը ունեն։ Բայց մինչև բռնելը, նախ այս գործի հետ կապված փաստորեն Օրբելյանը փաստաբան ասաց, որ վաղեմության ժամկետները անցած են, հայտնի գործերի նման կարող է քննեն, վերջում որոշեն կարճել, ասեն վաղեմության ժամկետը անցած էր, բայց այս process-ը այսպես երկար ձգվի։ Երկրորդը, արդյոք սա նաև արվեց այն պատճառով, որպեսզի հիմնավորվի, թե ինչու երկրորդ նախագահի ելքը երկրից արգելեցին, որովհետև այդ պահի դրությամբ լրատվամիջոցներն էլ հարցում էին արել եւ ասում էին չկա քրեական գործ, բայց նրա սեկտը փակեցին։ Հիմա դա այն հիմնավորում։ Դեռ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն այս պահին, որ մենք հաղորդման տաղավարում ենք, այս պահին էլ դեռ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք չի առաջադրված։ Քրեական հետապնդման տակ չի եւ հետեւաբար նրա երկրից դուրս գալու արգելք
քննչական մարմինը չէր կարող կայացնել։ Քննիչը ի վերջո մեղադրանք առաջադրելու որոշումը խափանման միջոցի որոշումից հետո այդ ամբողջը ուղարկում է նաև լիազոր մարմնի սահմանապահ զորքերին, որպեսզի պարզ լինի այս քաղաքացին կարող է դուրս գալ թե չէ։ Բայց քանի որ համակենտրոնացման ճամբար է Հայաստանը դարձել, ես ասեմ հազարավոր մարդկանց ելք այս օրերին Հայաստանից համված հազարավոր քաղաքացիներ, երբ մեկ զինկոմիսարիատի օրինակով որ ինձ փոխանցեցին շուրջ 1000 քաղաքացու ելք սահմանափակված է։ Գիտեք, այսինքն զանգվածային համակենտրոնացման ճամբարի համակարգ է գործել։ Ռազմական ոստիկանները մի 3-4 օր օդանավակայանում բոլոր սահմանային անցակետերում կանգնել են, հաշվառել են եկողներ հայրենակիցներին, բայց քանի որ օրենքը որ ուղարկեն զորավարժության 25 օր վարժական հավաքի, բայց քանի որ օրենքը կարգ է սահմանում, պետք է մարդուն զեկեն էլեկտրոնային փոստով։ Եթե էլեկտրոնային փոստը չի բացում, պետք է իրազեկեն փոստով արձերն փոխանցելով։ Եթե չի դա տեղ հասնում կամ քաղաքացին հրաժարվում է այդ ծանուցումը վերցնի, ապա հայտարարությունը կախվում է ազդարար.am կայքում եւ 9-րդ օրը միայն քաղաքացին համարվում է ծանուցված։ Եվ եթե չի գալիս զինկոմիսարիատ, նոր նրա նկատմամբ հարուցում է քրեական գործ։ Այսինքն դա մոտավորապես 1 ամիս է, բայց քանի որ այդ իրավական առումով 1 ամիսը չկար որ բոլորին ծանոթագիր տան, ինչ արել ռազմական ոստիկանությունը, ուղղակի փակել է քաղաքացիների ելքի իրավունքը։ Այն օրը զանգում են, այսինքն ով եկել է արական սերներ ներկայացուցիչ այստեղ մեր հայրենակիցները տխուր առիթով է եղել կարծեմ։ Տխուր առիթով եկել են, վերադարձին մեկ էլ ասում փակա։ Զանգում եմ օդանավակայանի ոստիկանություն ներկայանում եմ։ Ասեմ ինչ իրավունքով եք փակի, ասում մենք չենք պարոն ռազմական ոստիկանության պահանջով է։ Ասեմ ով կա այդտեղ ռազմական ոստիկանությունից։ Ընտրություններից 2 օր հետո էր։ Մայրևս չկան, այստեղ պոստը հանել են։ Պապիկյան Սուրենը չկմեղանում էր թե ռազմական ոստիկանությունը իր խնդիրն է կատարում։ 3 օրվա խնդիր էր կատարում ռազմական ոստիկանությունը։ Հիմա պատժում են այդպես։ Մթնոլորտ օդանավակայանում պատժում են այն մարդկանց, ովքեր եկան մասնակցելու ընտրություններին։ Բոլորին։ Մենակ այդ դեպքը չի։ Դեպք կա հարգանքս է երիտասարդի նկատմամբ, ոչ ասել էր ծառայությունի համար վախենալու չի, բայց նաև կարևոր ավելորդ գլխացավանքի մեջ չգնի, այս տարի զորացրված երիտասարդ է, այսինքն ձմեռային զորակոչով զորացրված, որին չէին կարող հիմա կանչել, որին չէին կարող զորակոչել օրենքով 1 տարի շարունակ։ Եղբորը զորակոչել են այս տարի, Նիկոլ Փաշինյանի դեմ ստատուսից գրելուց հետո 3 օր հետո ծանոթագիր են տվել։ 3 օր հետո Այսինքն իհամար նորություն չի այդ դրա մեջով ես անցել եմ նաև ընտանիքս անցել էլի որտեղ 2 ամիս բանտում նստած էր այնտեղ քանի որ Քոչարյան Անդրանիկը հայտարարել էր անդիմադիր բոլոր երիտասարդները պետքա զորակոչվեն վիզները ծառած զինկոմիսարիատի ծառայողներն էլ ամոթ թել չէին անում փող գնդապետ եկել ծանոթագիր էր տանում քաչ իմանալա որ օրենքը խախտում բայց պետք է հասկանան զինկոմիսարիատներում ռազմական ոստիկանությունում քննչական մարմիններում այն գլխավոր դատախազի գլխավորությամբ, որ այս ամեն ինչ ավարտվելու է եւ այս ավարտվելուց հետո սկսվելու է պատասխանատվության ժամը։ Պատասխանատվության ժամը։ Այդ մարդկանց հազարով մի առիթ եմ ունեցել։ Տղեկ, դուք ոչ թե ինչ որ փոքր զեղծարարություն եք անում, դուք ուղղակի ինձեւի այլանդակ եք ոտնահարում օրենքը։ Նույն Ռոբերտ Քոչարյանի վերաբերող թեմայով Իդեպ ածուն ձեզ պատասխան տվեց այդ թեմայով 10 օրյա ժամկետում եմ պատասխան տալու, բայց լավ վերանում եմ քաղաքական հաշվարկից բան, բայց այդ ԱԱԾ սպային, որ ասենց լուրջ դեմքով հիմա իրանց օրը փոխվել է դեկտեմբերին չի հունվարին ԱԱԾ օրը տոնական համազգեստով կարող է նստից մեկ էլ նա իր ուսադիրին փող գնդապետ մայոր գեդինը մտնեն այսինքն իրանք կառույցը ազգային անվտանգության ծառայությունը փալաս են սարքել գցել Նիկոլի ոտքերի տակ երբ որ այսինքն ԱԱԾ-ին պաշտոնյան որ այդ տեսագրությունը հանել է հետո փոխանցել է Նիկոլ Փաշինյանին հասկանում է որ դա հրապարակվելու է ու հասկանում է այդ տեսագրությունը սահմանային հսկիչ կետի խցիկում եղած տեսագրությունը երբ որ հրապարակվում է հասկանում է որ հեղինակազրկվում է շրիշակից ներքև այշնում ԱԱԾ հեղինակությունը
բայց իրանք էլ առհամարած ունեն իրաց գերատեսչության հեղինակության հետ։ Այսինքն առաջի տարին չի, երկրորդ տարին չի։ Տարիներ առաջ էր, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց ԱԱՑ-ի ժամանակվա պետին, հիմա ատոմակայան ղեկավարում սատանաներ գտնել, գլուխը ծռած լավ կգտնենք։ Որ հանձնարարում էին ՀԴՄ կտրոններ ստուգել, վիզները ծռած ասին լավ կստուգենք։ Այսինքն ի վերջո այդ ԱԱՑ-ի հեղինակության հարցն է։ Այդ բոլոր գերատեսչությունների հեղինակության հարցն է։ Լավ, պարոն Մանուկյան, ԱԱՑ-ի հեղինակությունը թողնենք մի կողմ։ Ասում եք բոլորիս կարող է նստեցնել, այսօր նա էլ խորհրդանում հայտարարեց, ասում է եթե մինչև հաջորդ խորհրդանական ընտրություններ բոլորը նստած չլինեն իր ձևակերպման ընտրակաշարք բաժանողները, իսկ նա այդպես որակում է ընդդիմությանը եւ առավել եւս տիտղոսակիր ընդդիմությանը։ Եթե նստած չլինեն, ապա այդ ժամանակ առիթ կլինի հեղափոխության, այսինքն ժողովրդին ուզում է ասել եկեք եւ իմ դեմ հեղափոխություն արեք։ Հիմա որ բոլորդ նստելու եք ու կարծես այդպես հաշտ ասում եք, տեսնում ենք Գագիկ Ծառուկյանի դեմ հենց անմիջապես ընտրություններից հետո հարկերից խուսափելու առումով գործ հարուցվեց։ Հիմա նույնը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ արվում Սամվել Կարապետյանը երկար ժամանակ տնային կալանքի տակ է։ Լավ, վերջ ինչ է լինել։ Կարծես հաշտվել եք այդ մտքի հետ։ Չենք հաշտվել։ Բա ինչպես եք պայքարելու։ Մեր փորձառությունն է խոսում, որ Փաշինյանները այսպես կգան, կգնան։ Փաշինյանը եկել է եւ չի գնում, պարոն Մանուկյան։ Ոչ, չկգնա։ Ինչպես։ Կգնա։ Այդպիսի գնացողներ ենք տեսել ամբողջ աշխարհում համաշխարհային պատմության փորձը։ Մի քիչ իր մոտ ավելի երկար է ստացում այդ մանիպուլյացիան մեր հասարակության եւ տերերն են արևմուտքի իր տերերն են թողել ձեռքերը լայն բացի աչք են փակում ամեն ինչի վրա, բայց մի օր դրա վերջը գալու է։ Մի օր դրա վերջը գալու է եւ քաղաքացին այդ վերջը բերողն է։ Բնականաբար այդ վերջը կազմակերպելու քաղաքական գործիչների խնդիրն է եւ քաղաքական պայքարը։ Այսօր ձեզ կոչ էր անում, որ հեղափոխություն կազմակերպեք, ասում է հարգելի ժողովուրդ, եթե ընդդիմությունը ձեզ այդ կոչը չի անում, ես եմ կոչ անում, եթե դուք գտնում եք ընտրություն եկեղեցում, դուրս եկեք հեղափոխություն մի դրվագ աչքս ծակետ։ Շամպես վախենում է քաղաքացուն։ Մի քանի օր առաջ հրապարակային ասեց, որ վստահ է, որ ընդդիմության ձայն տվածները 100% շեշտեց, կաշառքով են ձայն տվել։ Այո։ Դրան հաջորդեց մեր հարյուրավոր քաղաքացիների հրապարակային խոսքը, որ քեզ դատի ենք տալու։ Ու շատերը ես գիտեմ, որ փաստաբանների հետ խորհրդակցում են, պատրաստում են հայցեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այսօր խորհրդարանում արդեն հետ նահանջեց 70% հայտարարեց։ Որ շատ լավ հասկանում է, որ այդ բոլոր քաղաքացիներին դատարանում պարտվելու էր։ Հիմա փորձեց նահանջի տեղ 70% դարձրել։ Եվ այդպես ամեն օր այդ վախը կա, նայեք, իրականում վախի հետևանքն է այս ամենը։ Վստահեցնում եմ ձեզ։ Տեսեք, այսպես պատկերացնենք որևէ ուժ, որ ընտրություններում հաղթել է, կառավարություն կարող է ձևավորել։ Ցանկացած կառավարություն ավելի շահագրգիռ է հանդարտության, ներազգային համերաշխության, կայունության, որը նաև ազդում է տնտեսության վրա, երկրի բոլոր ոլորտների վրա, բայց չէ, իր դեպքում ամեն ինչ անում է անկայունությունը զարգացնելու համար, որովհետև դա եւ վախն է, դա եւ իր ստացած քվեի ծանր հետևանքն է, որ չի կարողանում ապահովել սահմանադրական մեծամասնություն, դեռ ավելին հանցագործության մղեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որպեսզի առնվազն 3/5 քվե ապահովելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գողանա մի ամբողջ կուսակցության 5 մանդատը։ Եվ արեց։ Դեռ չի արել, չի ավարտվել ամենը։ Հա, այսինքն ՍԴ-ի փուլն եք սպասում։ Դուք ակնկալիքներ ունեք, պարոն Մանուկյան, ասում եք երկար փորձառություն ունեք, տեսել եք նաև 21 թվականի ՍԴ-ի նիստերն եք տեսել։ Որովհետև ի վերջո փորձում եմ մարդու մասին նորմալ մտածել, լավ 1, 2, 3, 4, 5 անօրինականությունից հետո ի վերջո մի պահ է գալիս, որ անդառնալիության չհասնելու համար մարդ ասում է լավ ստոպ տամ, էլի, արժանա։ Որ մարդու մասին եք ասում, ՍԴ դատավորների դատավորների որոշ անդամների ակնկալիքը ընդհանրապես ամեն Որ անդամների հանդեպ այդ ակնկալիք ունեք։ Կազմը փոխվեց Սահմանադրական դատարանի։ Սեդասաֆարանից հաստատ չունեմ, բայց չեմ ուզում հիմա քանի որ մենք դիմելու ենք Վլադիմիր Վարդանյանից ունեք։ Քանի որ մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան անկողմնակալության բանի համար
չեմ ուզում անհատական ՍԴ կազմին անդրադառնալ։ Պարոն Մանուկյան, հիմա տեսեք, Նիկոլ Փաշինյանը վերադառնալով այդ թեմային, ասում է մարդկանց, ասում է, եթե համաձայն չեք այս ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկեք եւ հեղափոխություն արեք։ Ինչու ընդդիմությունը այդ կոչը չարեց։ Շատ են մեղադրում ձեզ, ասում են, այդ գիշերը, երբ մարդիկ վրդոված են, երբ մարդկանց, ինչպես դուք եք ասում, քվեները գողացան, կոչ արեք եւ ի վերջո հենց Հայաստան դաշինքներ չի ասում, եթե հաղթանակը մեզնից խլեն, կլինի հեղափոխություն։ Ինչու չեղավ։ Իրականում այդ գիշեր քվեգողանալու հարց չէր։ Քվեգողանալու հարց չէր, քվեգողանալը եկավ շատ ավելի ուշ, երբ որ պարզ դարձավ, որ չէ, մի հատ էլ ԲՀԿ-ի հանդինուտ ԲՀԿ-ի խմբակցություն է։ Իսկ ինքը տևական ամբողջ ընտրարշավի ժամանակ այն վարչական ռեսուրսի կիրառումն էր, այն ճնշումներն են, գաղտնալսումները, ուժային կառույցների, աղուսարսափի մթնոլորտի տարածումներ ամբողջ հանրության մեջ, որի մասին օր չի եղել, որ չենք խոսել։ Ինչ վերաբերվում է հիմա այդ գիշեր փողոց մարդկանց հանել, չհանելու, դա մարտավարություն է։ Բայց հիմա որ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ անում հեղափոխության, արի պայմանավորվենք անենք, Նիկոլ, բայց պայմանա։ Ոստիկաններից չես հանելու լցնես փողոցները, ոստիկաններից չես մղելու անօրինական գործողությունների, հետո դրանից հետո էլ պրեմիա տաս, դու էլ քո ԱԱՑ-ով, դադախազով բանով չեղած տեղը մարդկանց չես կալանա, որ տեսնեմ կլինի այդ հեղափոխությունը, թե չէ։ 18-ի նման թավշյա լինի ոստիկանությունը։ Ինչպես։ 18 թվականի նման թավշյա լինի։ Այդ դեպքում կանեք հեղափոխություն։ Չէ, այդ դեպքում տեսնեմ ոնց է լինելու, էլի։ Այսինքն ռուսնացմը չաբկարովը միջալ էլի, անցնող մի քանի տարվա պայքարի ընթացքում տեսել ենք, երբ որ քաղաքացին ելնում է փողոց, ոնց են գլուխները ջարդվում, ոնց են զարյա կիրառում, ոնց են մարդկանց վերջույթները անդամահատվում, ոնց են ծեծվում, ոնց են հարյուրներով բանտարկվում, տեսել են։ Այդ ինքը բանն էր, հա, չկմեղագույն գույսներ ու պատրաստ է ժողովրդի կամքը ընդունի, չէ, աշտներից առաջ է եղել։ Քանի անգամ է ժողովուրդը դուրս եկել փողոց, քանի անգամ։ Բայց էլի դուրս կգա, պարոն Մանուկյան, երբ մի քանի փորձերից հետո ժողովուրդը օրինակ հոգնում է, հիասթափվում է։ Բնականաբար չպետք է հոգնեցնես եւ դրա համար բնականաբար նաեւ հանրային տրամադրությունները հաշվի առնելով պետք է մղես գործողությունները եւ ոչ թե ուղղակի ինքնահանգստացման համար, ասենք, այս մի անգամ էլ փորձեցինք, չեղավ, դե ինչ անենք, չեղավ, չէ։ Այրենք վստահ են, որ ժողովուրդը դուրս չի գալու, որովհետև ասում են, ժողովուրդը դուրս է գալիս փողոց այն դեպքում, երբ ընտրությունները կեղծված են, իսկ մենք չենք կեղծել ընտրություն։ Եվ դրա համար է իրանց ամբողջ այս քարոզչական ֆոնը, վա տեսեք ընտրակաշառք, որովհետև իրանք ահուսարսափի մեջ են այն կես միլիոնից ավել քվեները, մոտ 600,000 քվեից, որը ստացել են դիմությունը, ու հասկանում են 600,000 մարդ ուղղակի գնացել է ընտրատեղամաս եւ իրեն դեմ է քվեարկել։ Իսկ այդ ընտրակաշառքի բանը որ կա, իրականում այդ միֆը որ սարքեցին, քարոզչական հնարքը որ արեցին, այսինքն ես իմ ապրած թաղամասի վրա եմ ուզում բերեմ։ Այն բոլոր մարդիկ, որոնք այդ օրը առավոտ վաղ էլ գնացել են ու ընտրել են ընդդիմության, դա լինի Հայաստան դաշինք, դա լինի ուժեղ Հայաստան, ես այդ մարդկանց բոլորին դեմքերով գիտեմ։ Բոլորի հետ կյանք ենք ապրել իմ թաղամասում, էլի, բոլորը գիտակցաբար գնացել են։ Իհարկե հաջորդ օրը մանտրաշ էին, հաջորդ օրը տխուր էին, հարցեր էին տալիս, բայց նաև իրենք են օրինակներն ասում, որ հարցս մանկապարտեզում աշխատում, ասում է ճարահատել գնալու եմ Նիկոլին ընտրել, որտեղ վախենում է, որովհետև իրան ասել են, որ քվեախցիկում իր կատարած ընտրությունը անպայման իշխանությունը կիմանա։ Որովհետև իրականում պետք է ասենք, այս գաղտնալսման, նայեք, այն քրեական գործերը, որ հարուցել են, մեծագույն մասը ես որ լսում եմ, պարզ ընտրական աշխատանքային զրույցները։ Հիմա բան չի, որ աշխատանքային զրույց ասելով ինչ նկատի ունեք։ Ընտրական զրույցներ։ Ենթադրենք պայմանական ասեմ։ Այդ օրը ընտրությունների օրը բոլոր հանձնաժողովներում ուտելիքով են ապահովել։ Ընտրությունների մասնակից այս կամ այն ուժերը։ Բոլորը, այսինքն որից օգտվել է եւ ԿՊ անդամը,
եւ Հայաստան Դաշինքի վստահված անձը եւ ուժեղ Հայաստանի, այսինքն այդ 30-40 տարի Հայաստան ընտրությունների բոլոր հանձնաժողովականները վստահ են, որ բանա ուտելիք ապահոված է, բայց դրանով դու մեղադրանք ներկայացնես, այնտեղ այնքան աբսուրդ բաներ կա, դեպք կա, որ մարդկանց բերման են ենթարկել, բա երեք դու հեռախոսով խոսացել ես փողի մասին։ Պարզվել է, որ տունը վերանորոգում է, արհեստավորի հետ գին պայմանավորվելու զրույց է եղել։ Բայց այդտեղ մի ուրիշ բան կա։ Տեսեք, նախ Հայաստանում կա 2004 ընտրատարածք եւ ընտրական տրամաբանությունը հուշում է, որ հատկապես հզոր ընտրությունների մասնակից ուժերը առնվազն 204 ենթաշտաբ են ունենում։ Այդ պատկերացրեք 3-4 կուսակցության դեպքում 2000-ից ավելի ենթաշտաբ, այդ մոտավորապես դառնում է 8-10,000 ենթաշտաբ։ Իրենք այդ գաղտնալսման անվան տակ 110 քանի դեպք են իբր բացահայտել։ Եվ դա բնականաբար խոսում է, որ թեկուզ խախտում, թեկուզ ֆինանսական հարցը համատարած բնույթ չի կրել։ Բայց կա եւս մի բան։ Ենթադրենք հակակոռուպցիոն կոմիտեն համարենք, որ քրտինքը ճակատին որոշել է պայքարի ընտրակաշառքի դեմ, պայքարի անօրինականությունների դեմ։ Տրամաբանությունը հուշում է, որ ամենամեծ հնարավորությունը դա ով ունի այդ առումով ճնշելու, վարչական լծակ օգտագործելու, մարդկանց ընտրությունների մղելու, ստիպելու, բնականաբար իշխանությունը։ Եվ երբ որ հակակոռուպցիոն կոմիտեն դատարանի միջոցով ներկայացրել է միջնորդություն այս կամ այն անձին, այս կամ այն գրասենյակում գաղտնալսող սարք դնելու, հեռախոսը գաղտնալսելու, բնականաբար այդ իշխանության մեջ չէ պետքա փորձել։ Բայց չկա մի դեպք, երբ որ պարզվի, որ այս քաղաքապետը այսինչ տնօրենին հանձնարարում է, որ ուսուցիչներին հետո համոզի, ստիպի, խնդրի, թախանձագի խնդրի, որ ԿՊ-ին ընտրի։ Բայց բոլորն էլ գիտեն, որ համատարած է։ Ընդդիմության մոտ են այդ ձայնագրությունները։ Ու նաև այդ համատարածությունը կորած մոլորած շտաբում դեպք կա խանութ, որտեղ զրույցներ են լինում, խանութի պատուհանի տակ են դրել գաղտնալսող սարքը։ Այսինքն համատարածությունը գաղտնալսման։ Այնօր մաման հողամասից զանգելա, ընտրություններից առաջ է։ Ես գիտեմ, որ ռոռոկման ջրի հետ կապված ջրային կոմիտեի հետ պայմանագիր բան, մաման ասում է, դե պայմանագիրը ստորագրեմ, հետո փողը կհավաքեն կտանք, մամա ասի, հոп, ստոպ։ Այս քո ձայնագրությունը հաստատ ընտրակաշառքի տակ է գնալու։ Ընդ որում Գեղամ Մանուկյանի դեմ։ Լավ, պարոն Մանուկյան, հիմա սա արդեն անցել ենք այս փուլը, ՍԴ-ի հետ կապված էլ թեև մի փոքր փաստորեն լավատեսական սպասումներ դուք ունեք։ Լավ, դրանից հետո ինչ է լինել։ Դուք այսօր նաև չբացառեցիք, որ Ռոբերտ Քոչարյանին կարող են տանել ընդհուպ կալանքի։ Հեղափոխության կոչել ժողովրդին չեք արել։ Ո՞րն է ձեր գործիքակազմը։ Անդադ ասում եք խորհրդակցում ենք, բայց մարդիկ պետք է հասկանան։ Ամոչական պատկերը ստանալուց հետո է։ Տեսեք, ինչի է լավատեսությունը, այսինքն ռեալ որպես դատող մարդ արած բոլորն էլ իշխանության դրածորներն են կատարելու են իշխանության պահանջը, ոնց որ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բայց այդ օրվա որոշումը այնքան ցայտուն անտրամաբանական է ու անօրինական է, որ բնականաբար տրամաբանությունը հուշում է, որ միտեղ է կտրվելու է այդ ծառայամտությունը։ Չի կարող, այսինքն այն ինչ որ կատարվեց ԲՀԿ-ի հետ, այնքան ցայտուն անօրինական է, որ դրանից հետո այլևս չկա, նույնիսկ իշխանության նկատմամբ լոյալ դիտորդներ, ՀԿ-ներ, այսինքն իրենք են իրենց վերնով խոստովանում։ Իրենք են իրենց վերնով խոստովանում։ Լավ, հետո, բայց տեսանք եղավ, չէ՞։ Դրանից հետո արդյոք ընդդիմության անելիքներ նստել լավատեսությամբ ասել, ինչ որ միտեղ այդ թելը կկտրվի։ Թեկուզ այն որ այսօր ես դեռ տաղավարում եմ գործունեության մասին։ Ու ասեմ, ձեզնից ուզում եմ լսել գործիքակազմ ընդդիմության, ինչ եք անելու։ Այսպես ասեմ։ Մենք պայքարը որևէ վարքյան չենք դադարեցնելու։ Իսկ ընդհանրապես ես սովորություն չունեմ հարցազրույցային տաղավարներով իմ կուսակցության մեր դաշինքի կամ ընդդիմության մի քիչ ավելի լայն ընդդիմության գործունեության պլանս դնեմ սեղանին ու ասեմ դրանից հետո եկեք
քննարկենք ճիշտ է այս հարցը անելը թե չէ։ Լավ, ձեր տեսակետը հարցնեմ։ Հիմա ԲՀԿ-ն եթե չի անցնում խորհրդարան եւ ամենայն հավանականությամբ չի անցնում, դժվար սահմանադրական դատանի որոշումը այլ լինի, այդ դեպքում ընդդիմությունը խորհրդանում պարոն Մանուկյան անելիք ունի, ես չեմ քննարկում մանդատ վերցնել չվերցնելը։ Ես ուզում եմ հասկանալ, կկարողանաք ինչ-որ մի բան այնտեղ կանխել։ Հարգելի Անահիտ, մենք իրար հետ աշխատել ենք, դուք շատ լավ գիտեք, որ ես ահավոր չեմ սիրում Հայաստանում քաղաքագետ կոչվածների, որոնք եթեներով վերլուծություններ են անում, հետո այդ եթեները կյանքի չեն կոչվում, բայց հետո չեն զլանում ներողություն խնդրել։ Դրա համար ես դեպքերից առաջ չեմ ուզում ընկնել եւ մերոնք դեպքերից առաջ չեն ընկնի, բնականաբար փաստ արձանագրելով նաեւ հետագա քայլերի մասին կմտածեն։ Դե լավ, հիմա ես դες որպես քաղաքագետ հարցը չի տալիս, այլ որպես падգամավոր, պարոն Մանուկյան, տեսեք, կան ընդդիմադիր որոշ ներկայացուցիչներ, որոնք գոնե հաղթանակ են համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, այսինքն չի կարող սահմանադրություն փոխել, բայց դուք ինչպես նշում եք որպես փորձառու լրագրող, խմբագիր, նաև քաղաքական գործիչ, դուք արդյոք չեք կարծում, որ եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա սահմանադրություն փոխել, նա սահմանադրություն կփոխի։ Հիմա հարցս դրան է վերաբերում, գոնե այդ մասով ընդդիմությունը խորհրդանում անելիք ունի, կկարողանա կանխել, թե միևնույն է դա տեղի է ունենալու։ Ընդդիմության, եթե այն տարբերակն որ ընդդիմությունը ներկայ լինելու խորհրդարանում, ընդդիմության ամեն խմբակցության սուրբ պարտներ լինելու ապահովել այն երաշխավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը չի ստանալու սահմանադրական մեծամասնություն։ Իսկ սահմանադրական մեծամասնությունը սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար սահմանադրության պահանջ է։ Որևէ ձև որը կարող է փոխվել։ Չէ, չի կարող փոխվել։ Ինչու չի կարող։ Որտեղ սահմանադրությունը պետք է փոխվի, որ սահմանադրություն փոխվելու արդյունքում պարզ դառնա, որ սահմանադրության նախագիծը խորհրդարանում չպետք է վավերացվի ու ուղղակի ժամանակին սահմանադրություն փոխելու համար օրենքների միջոցով փոխում էին, երբ սահմանադրական դատարանի կազմում ժամանակ սահմանադրական դատարանի հետ կապված էր, բայց տեսանք, որ որովհետև նախ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ինքը ուներ։ Դրա համար էլ հետո այդ կորոնայով պայմանավորված այդ Դե հիմա մի տեսակետ էլ կա, որ իշխանականները կգնան ընդդիմադիրներին գողանալու ճանապարհով։ Գեգամ Նազարյանի դեպքն է շատ լավ մարդիկ հիշում։ Լավ, մի հատ Գեգամ Նազարյան, հետո 29 հոգի են եղել։ Մի հատ Գեգամ Նազարյան, հետո ձեր մոտից։ Հիմա օրինակ ուժեղ Հայաստանը 29 հոգի լինելու։ Հիմա բացառված է, մտածում եք 1 հոգի կգտնի, կարող է մի քանիսն են գտնել։ Քիչ առաջ ասեցի, ամեն խմբակցություն, ամեն քաղաքական ուժ պետք է ամեն ինչ անի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չստանա այդ իրեն համար անհրաժեշտ կենսական անհրաժեշտ ձայները։ Դուք պետք է հիշեք Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ժամանակ ինչ է ասել։ Հետո հասկացա, որ դա վտանգավոր է, մի բան մոռացության տվեց, բայց ասեց հստակ, եթե ԿՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն, պատերազմ է լինելու։ Սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Հիմա պատերազմ է լինելու, թե նա միևնույն է սահմանությունը փոխելու է։ Չէ, ասի, ինչի հիման վրա էր ինքը սպառնում սեփական ժողովրդին պատերազմով։ Բայց ենթադրում եմ հետեւյալով, որովհետեւ ինքը Ալիևին խոսք էր տվել սահմանադրություն փոխել, այսօր հայ ժողովրդի քվեարկության արդյունքում ինքը չունի այդ հնարավորությունը, բայց նաև քանի որ հայ ժողովրդին մոլորեցրել է թե վերջ խաղաղությունն եկել է, եթե ու սահմանադրությունը ոչ թե Ադրբեջանի պահանջով են փոխում, այլ համարում է ճիշտ, հիմա պարզ է դառնում, որ չէ, լավ էլ Ադրբեջանի պահանջով էր ու խաղաղությունն էլ չի եկել, որ Ադրբեջանը ամեն րոպե պատրաստ է Հայաստանի սպառնալու։ Այդ որտեղ էր այդ խաղաղությունը թաքցված բան։ Իսկն ամբողջությամբ ինքը իր լարած զուգակում է հայտնվում։ Պարոն Մանուկյան, Հաջիևը ընտրություններից անմիջապես հետո եկավ Հայաստան, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքն էլ պատրաստ է Բաքու գնալ, ինչ են քննարկում։ Իսկ Հայաստանի ընդդիմության դեմ գործողությունները եւ բնականաբար Ադրբեջանը շտապում է, որտեղ քաղաքական պատկերը տեսնելով հասկանում է, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից հողը շատ ավելի գնում է եւ դրա համար այն պայմանավորվածությունները Հայաստանի իշխանությունների կողմից այն խոստումները, որ կան դրանք հնարավորինս արագ պետք է ստացվի։ Գիտեք, ադրբեջանցիները, Ադրբեջանի իշխանությունները շատ են սիրում սիմվոլիզմ։ Առաջին լուրը, որ եկա Թուրքերից են օրինակ վերցրել, փաստորեն։ Ինչպես? Թուրքերից են օրինակ վերցրել։ Ոչ միայն Հիտլերից։ Առաջին լուրը, որ եկավ Հաջիևը Դիլիջանում է, առաջին իսկ պահին
միտքս եկավ Ռուբեն Վարդանյանը։ Այո, նրա բարենորոքած Դիլիջանում։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը այդ ամենը չի անդուրժելու։ Ուղղակի դանակը ոսկորին հասցնելու դեպքում հաստատ չի անդուրժելու։ Պարոն Մանուկյան, մինչ մենք զրուցում էինք եւ նաեւ որ հեռուստատողի համար պարտ լինի, ինչու է ես անդադար հեռախոսի մեջ նայում, այդ լուրը եկավ, ինչպես եւ հաղորդման սկզբում կանխատեսում էինք։ Այո, ԿՀ-ն տվել է համաձայնությունը Ռոբերտ Քոչարյանին անձեռնխելություն զրկելու։ Սրանից հետո ինչ քայլերի եք սպասում։ Իրանց, ասեմ, այդ անօրինական գործողությունների տրամաբանությունը ուշում է, որ քննչական մարմինները մեղադրանք են առաջադրելու։ Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու նպատակը իշխանությունների համար, ինչ խնդիր են դրանով լուծելու, ինչով է խանգարելու իրենց։ Տեսեք, այդ Հաջիևի գալու երկրորդ զուգահեռը, այն օրը որ Հաջիևը եկավ Հայաստան, Ռոբերտ Քոչարյանին արգելեցին Հայաստանից դուրս գալ։ Նկատի ունեք Հաջիևի ցուցումով է եղել։ Չեմ ասի Հաջիևի, այսինքն հիմա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը հասել է այնտեղ, որ այլևս ինչ որ այնտեղից ատուկ զանգով ցուցում էլ չեն տալու։ Սրանք այլևս մտածում են այնպես անել, որ ենթադրում են, թե ինչ է Ադրբեջանը ուզում։ Ու հատիկ այդ բոլոր գործողությունները։ Հիմա օրինակ մեր ելքի դուրս գալու կնիքի վրից Արարատի հանելը դուք կարծում եք, չգիտեմ, Հական Ֆիդանը զանգել Արարատ Միրզոյանին, ասել Արարատ, բայց չէ, Արարատ Միրզոյանին չէր կարող ասել Արարատ։ Նիկոլ Փաշինյանին զանգել ասել է կնիքի վրից Արարատը հանի, չէ, ուղղակի իրանք մտածում են, որ էսի դուրները կգա էլի թուրքերի, եկեք ստեղից Արարատը հանենք, ու շատ նրանց դուր գալու նպատակով են։ Բայց կա երկրորդ բանը, գենետիկ ատելություն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Դա ինչով է պայմանավորված։ Որտեվ հաղթողների սրանք չեն սիրում։ Իրոք հաղթողների չեն սիրում, որտեվ այդ գենետիկ ատելությունը նաև այն ենթագիտակցության մեջ է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ ամեն մի հարցակում ադրբեջանցիների դուրը կգա։ Նույն մյուս նախագահների, պաշտոնաթող նախագահների հանդեպ էլ կա այդ ատելությունը։ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դա առանձնահատուկ է։ Դա առանձնահատուկ է։ Դե որովհետև նաև մյուս նախագահներն են պարտվել Ադրբեջանը։ Որտեվ նաև Ռոբերտ Քոչարյանից վախենում են։ Ցավոք սրտի Բաքվում տեղի ունեցած դատավարությունը քիչ լուսաբանվեց հայկական մամուլում, բայց այնտեղ բոլոր դատական նիստերի ավարտին կան մարդկանց անուններ, առաջինը Ռոբերտ Քոչարյան, որոնց մեղադրում էին ամբողջ Արցախյան ազատամարտի եւ բանի հետ կապված։ Եվ այդ նաև ազդեցության տակ է ատելությունը ու հետևողական պայքարը։ Պարոն Մանուկյան, եւ վերջում արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերտ ընտրությունների, որովհետեւ տեսնում ենք խորհրդանում նոր նախագիծ է գալիս օրենքի, որ վերջին 6 ամիսը, 1 տարվա ընթացքում, եթե 6 ամիս Հայաստանում չես ապրել, չես կարող քվեարկել, այստեղ մենք նաև տեսնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությունը, որ ընտրակաշառքի գործերով այսպես անցնող ուժերին թույլ չեն տալու, ընդ որում սա Հանրապետություն կուսակցությունը ճոխացրել է եւ ասում է ավելի մենք պետք է պնդենք, որ նրանք առհասարակ այդ կուսակցությունները կազմալուծվեն, փակվեն, այսինքն այդ կուսակցությունները, նրանց առաջին համարները 10 տարի իրավունք չունենան առաջադրվելու, ուր է սա տանում, պատրաստում են նոր ընտրությունների, որտեղ ընդդիմություն չպետք է լինի։ Բնականաբար իրենք տրամաբանություն չճանաչող բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես գալու ցանկացած պահի վերարտադրության վերականգնելու, բայց գիտեք այդ նույնիսկ այդ տարվա կես Հայաստան ապրել չապրելով իրանք գերի են ընկել իրանց իսկ միֆին։ Այն միֆը, որ սարքեցին, վայ տեսեք, տասնյակ հազարներով Ռուսաստանից գալու են ու ընդդիմությանը ձայն են տալու, այս կազմակերպված է եւ այլն, եւ այդ միֆը, որ իրականում ովքեր որ Ռուսաստանից եկել են եւ քվեարկությանը մասնակցել են, այնպես չի, որ բոլոր ընդդիմադիր ուժերին են տվել, շատ դեպքեր կան, շատ բնակավայրերում, նույնիսկ մեր կողմնակիցներն են ասում, որ Ռուսաստանում արտագնա աշխատող այս կամ այն ընտանիքը քվեարկել է ԿՊ-ի օգտին։ Նույնիսկ միտումնավոր հատուկ եկել են ԿՊ-ին ձայն տալու համար։ Իրը, բայց իրենք էլ էին հենց այդպես մեկնաբանում, ասում են մեզ չի մտահոգում, թող գան, մենք վստահ ենք, եթե գան մեզ են քվեարկելու։ Սկզբում հենց այդպես էլ մեկնաբանում էին։ Հիմա այդ միֆի գերի դառնալով, թե մարդը տարվա կեսը պետք է ապրած լինի Հայաստանի Հանրապետություն, որը ինքնին արդեն շերտեր է հիմնում Հայաստանի բոլոր քաղաքացիների մեջ։
Իսկ մարդը պարտավորություն ունի հայրենիքի նկատմամբ, օրինակ գնալ պարտադիր զինվորական ծառայության, բայց իրավունքը, ընտրելու իրավունքը նրա ձեռքից խլում են, ասում են կես տարուց ավել պետք է ապրես Հայաստանում։ Բայց նաև չապահովելով աշխատանք, կենսամակարդակ եւ մարդը քաղաքացին ստիպված է լինում մեկնել արտագնա աշխատանքի։ Սա հասկացանք կուսակցությունների մասով, հիմա կարող են մյուս ընտրություններին չմասնակցեք։ Նայելով այս նախաձեռնություններին։ Ամեն ինչ կարող է։ Դադարել է քաղաքականությունը, իրավունքը օրենքի տրամաբանության մեջ լինել։ Դադարել։ Չէ՞ որ այս ընտրություններին էլ մինչև վերջին պահը կասկած կար, որ քաղաքական ուժերից որևէ մեկին կարող է մրցապայքարից հանեն, ինչպես եղավ Մոլդովայում, բայց իրանք որոշեցին մոլդովական օրինակի շատ ավելի վուլգար տարբերակը Հայաստանում կարան անեն, ընտրությունների արդյունքով պայմանավորված կուսակցությունների մեկին ուղղակի չթողեն մտնի պարլամենտ։ Հա, բայց հիմա Հայաստանը կդառնա նախադեպ, բոլորը ասում են մոլդովական սցենար, հիմա կասեն հայկական սցենար։ Հա։ Եվ վերջում, պարոն Մանուկյան, շատ կարճ։ Հիմա ձեր անելիքների մասին հայտնելու եք ՍԴ որոշումից հետո, մինչ այդ չանհանգստացնենք ընդդիմությանը։ Հիմա այլ անելիքների մեջ ենք։ Բայց հայտարարել ասացի, չեք հայտարարել։ Ամեն օր տարբեր թեմաներով դիրքորոշումներ ասում ենք, հիմա ձեր մոտ հաղորդումից հետո գնալու եմ, օրինակ Երևանի մեր կազմակերպության ընկերային հավաքի։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ հրավերով։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստան խմբակցության падգամավոր Գեղամ Մանուկյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։